Նոր կարգավորումներ են առաջարկվում պետական վերահսկողական ծառայության մասին եւ կից օրենքներում ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի պետբյուջեի նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կփոխանցվի պետական վերահսկողական ծառայությանը։ Արդյունքում տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը նախարարության կազմում լուծարվելու է։ Նշված գործառույթը կիրականացնի ՊՎԾ կազմում ստեղծվող ֆինանսա-բյուջետային հսկողության վարչությունը։ Նախագիծը միանշանակ շատ կարևոր է, սա զգոնություն կբերի համայնքներում ունենալով մեծ բյուջե եւ համայնքի ղեկավարը կամ ավականին, նույն ինքնավականին, իրենք պետք է նաև այս օրենքը ընդունումից հետո նախաձեռնեն ունենալ աշխատակազմում մասնագետներ, բյուջեն այնպես հատկացնեն, որ ներգրավեն գնումների եւ մնացած իրավաբանի, չգիտեմ, հնարավոր բոլոր կարողություններով, բարձր մասնագիտական կարողություններով աշխատակազմ, որպիսի իրենք օրինականության հետ որևէ խնդիր չունենան։ Օրենսդրական փաթեթով առավել հստակեցված են ծառայության լիազորությունների իրացման վերահսկողական երկու հիմնական գործիքակազմերի, ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը։ Նախագծով կանոնակարգվել են նաեւ ծառայության բնականon եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման եւ մշակման ընթացակարգերը։ Պատգամավոր Արման Եղոյանն առաջարկեց հստակ տարանջատել, թե օրինակ համայնքներում արված ծախսերի նպատակայնության կամ արդյունավետության առումով ինչը ստուգելու լիազորություն է տրվում ՊՎԾ-ին, իսկ ինչը ոչ։ Պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ կարծում է, որ սրանով տեղական ինքնակառավարման մարմինների անկախության համար որոշակի ռիսկեր կան։ Իսկ ահա Վլադիմիր Վարդանյանն այնքան էլ համաձայն չէ այս տեսակետի հետ։ Նա նշեց, որ թիմերը չպետք է լիարժեք անկախ լինեն, քանի որ դա էլ իր հերթին նոր ռիսկեր կառաջացնի։ Մենք չունենք տեսչական մարմին, որը գնումների օրինականության գործընթացի նկատմամբ կարող է ամբողջական վերահսկողություն իրականացնել։ ՊՎԾ-ն այս տեսանկյունից կարող է իրականացնել այդ տեսչական մարմնի գործառույթը։ Մեր դիտարկումները պայմանավորված են նրա հետ, որ ՊՎԾ-ն ըստ էության ի տարբերություն այլ տեսչական մարմինների կարող է գործել բացառապես վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի համաձայնությամբ։ Վահագն Ալեքսանյանի ընկալմամբ էլ գործընկերները խոսում են այն մասին, թե կառավարությունը կարող է ֆինանսավորել թիմերին, բայց չի կարող վերահսկողություն իրականացնել ծախսերի օրինականության եւ չարաշահումների նկատմամբ, ինչն իհարկե ըստ պատգամավորի բացարձակապես սխալ մոտեցում է։ Կատարելապես սխալ մոտեցում է։ Այսինքն ի՞նչ է նշանակում թիմի բյուջեն կազմված լինի 80% դոտացիայից, 20% սեփական եկամուտներից, մի հատ էլ թիմի կատարած ծախսերի մեծ մասը, ահռելի մասն էլ կազմված լինի պետության դոտացիայից ստացած իրանց փողից ու մի հատ էլ պետական սուբվենցիայից, բայց դրա նկատմամբ վերահսկողություն չլինի։ Պետական վերահսկողական ծառայությունը գնում է նախարարությունները ստուգում է, օրինակ առողջապահության նախարարությունը։ Հիմա ինչ ուրեմն պետական վերահսկողական ծառայությունը իրան է ենթարկեցնում առողջապահության նախարարությունը կամ առողջապահության նախարարությունում այսուհետ որոշումները կատարվում են նենց, որ ՊՎԾ-ին հաճո լինի, չէ։ ՊՎՑ-ն ստուգում է կատարած ծախսերի օրինականությունը, այդքան բան։ Հարգելի դիմադիր գործընկերներ, այս նախագիծը ավելի շատ դուք պետք է սրան կողմ քվեարկեք, որովհետև ընդդիմադիր ավականներին լիազորություն ենք տալիս, հնարավորություն ենք տալիս ինչ որտեղ գրություն գրելու եւ հաջորդ օրը կամ հաջորդ ամիս ստուգում բացելու եւ ստուգելու դրա օրինականությունը։ Ես հասկանում եմ նաեւ ձեր ժամանակ օրինակ գյուղապետերին չէին ստուգում, չէին ուղղություն, չէին ցույց տալիս, թողում էին զապաս կալանավոր, կոպիտ ասած, որ հանկարծ ընտրություններին մի բան անես չգնար, մի անգամից մտներ պետական վերահսկողական ծառայությունը կալանավորել եւ այլն, բայց հիմա մենք ուզում ենք ստուգում անել, ուղղությունը տալ համայնքի ղեկավարներին, որպեսզի նրանք էլ այդ նույն սխալը չկատարեն։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ իր ելույթում պարզաբանեց, թե նոր նախագծով վերահսկողական ինչ գործառույթներ է իրականացնելու ՊՎԾ-ն։ Նախագծի նպատակը ոչ թե համայնքների ղեկավարին պատժելն է, այլ թիմում կանխարգելիչ գործողություններ ծավալելը։ ՊՎԾ մասին օրենքով այս լիազորությունները հստակեցնելու արդյունքում նպատակը այն է ոչ թե կանխավարկածը, որ համայնքապետերին անպայմանորեն պատժել կամ բռնել ու դատել, կանխավարկածն այն է, որ կանխարգելիչ, նախականխարգելիչ գործունեություն ծավալենք համայնքներում։ Մեկ այլ նախաձեռնությամբ էլ սահմանվում են բանակի գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի եւ շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները։ Արևմտյան պետությունների, ինչպես նաեւ արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի բանակային ուղղությունների եւ շտաբային սերժանտների արկայություն, որով նաեւ ապահովում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը։
Խորհրդարանականները քննարկեցին նաև կենսաբանության ու բժշկության նվաճումների կիրառման ոլորտում մարդու արժանապատվության եւ ինքնության պաշտպանությանն առնչվող կոնվենցիան։ Հայաստանը մեկ հոդվածի հետ կապված վերապահումով է ստորագրել։ Հարցը վերաբերում է կոնվենցիայի 14-րդ հոդվածին, որն առնչվում է սեռի հատկանիշներով երեխայի խտրական ընտրության բացառմանը։ Խորհրդարանը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու Զարգացման միջազգային բանկի միջև առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր վարկային համաձայնագիրը։ Նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունն ու նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Վարկը հիմնականում օգտագործվելու է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով։ Համաձայնագիրը վերաբերում է առողջության համապարփակ ծածկույթի ապահովմանը։ Համապարփակ ծածկույթ դա նշանակում է, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին ցանկացած վայրում հասանելիություն կունենա բժշկական ծառայություններին։ Դա կլինի որակյալ ծառայություններ, դա կլինի ֆինանսապես մատչելի ծառայություններ եւ ամբողջ այս կոնցեպտի շուրջ է կառուցված համաձայնագիրը։ Այնուհետև ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանի հեղինակած նախաձեռնությամբ էլ առաջարկվեց կասեցնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը, որը սակայն չընդունվեց իշխող ուժի կողմից։ Եթե մենք ուզում ենք ապրել նորմալ համայնքում, բարեկարգ, որտեղ փողոցները վերանորոգված կլինեն, լուսավորություն կլինի, աղբահանություն կլինի, պիտի դրա համար կատարվեն վճարումներ։ Այդ վճարումները ամեն համայնք կարող է կատարել եւ սեփական եկամուտներից եւ պետական բյուջեից եկող փողերից։ Հիմա մեր մոտ ցավոք սրտի այնպես է, որ մեր համայնքները, Երևանը, Գյումրին, Արթիկը, մնացած համայնքները փողի մեծ մասը ստանում են պետական բյուջեից, որովհետև իրենց սեփական կարիքները չեն կարողանում հոգալ։ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էլ ներկայացնելով հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը նշեց, որ կառույցը 2024-ին 3 անգամ ավելի շատ վարչական վարույթ է բացել, քան 2011-ից 18 թվականներին է բացվել։ Նա ընդգծեց նաեւ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը, պայմանավորված դրանց բովանդակության շուրջ հասարակական դժգոհություններով։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։